կպատասխանի, բայց ես եթե չեմ սխալվում 15 րոպե ունեմ, չէ՞ դեռևս որսի շել։ Հիմա անդրադառնամ, պարոն Մեսրոպյան, ձեր ասածի հետ այսպես քաղաքական գնահատականներ չտալ, փորձեմ քաղաքական գնահատականներ չտալ, բայց որոշակի վարժություններ, որոշակի փաստեր արձանագրել ուղղակի չեմ կարող, եւ դուք չեք կարող վերցնել եք։ Ասում եմ, որտեղ եթե դալիպը մարդկան նստած կառավարությունից քաղաքական եմ, զորքան ոնց որ ես եմ կամած քաղաքական էլի, ամեն չի որ մենք էլ տենց շատ հեռու ենք։ Հիմա եկեք մի հատ ժամանակագրություն վարենք, այսինքն մոտավորապես ապրիլի կեսերին ես հանձնաժողովի նախագահի հետ շատ գեղեցիկ քննարկում եմ ունեցել, ի պատիվ հանձնաժողովի նախագահի շատ լավ, ասենք այն տիպի եւ նաեւ Տիկին Շահինյանի ու պարոն Աղինյանի հետ ու առանձին իրանց հետ արդեն այսպես լավարկման առաջարկների վերաբերյալ հանձնաժողովի անդամների հետ Տիկին Շահինյանը կհիշի, որ մենք գնացինք, որպեսզի առաջարկություն բերենք, այն 5000 հատ հաշվի չէ, մյուսը եւ միջև ես հանձնաժողովին դիտարկում եմ երկու այսպես դոյի պոստի առաջ եւ հետո միջև հուլիսի միջև 21-ը կամ 18-ը եւ դրանից հետո որովհետեւ այդ քննարկումներին չեմ ասում, մենք այդ քննարկումների ժամանակ եկել ենք ընդհանրապես մի ընդհանուր հայտարարի, որ այո կան խնդիրներ եւ այո պետք է խնդիրները լուծվի։ Եվ ի պատիվ այն ժամանակվա հանձնաժողովի անձերը նույնն են, բայց նորից եմ կրկնում հանձնաժողովը երկու բան են բաժանում։ Ի պատիվ այն ժամանակվա հանձնաժողովի բոլոր հնարավոր մեթոդներով փորձել են մեզ աջակցել, այո, բոլոր, չեմ շղթում։ Բայց ինչ կատարվեց հետո եւ ինչից հետո դա կատարվեց։ Դա կատարվեց Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից հետո։ Եթե հիշում եք, կայծակնային արագությամբ եղավ այդ ես միշտ անվանել եմ դա անգրագետ որոշում, սկզբից կիսագրագետ էի ասում օրենքի նախագիծը, հետո անվանեցի անգրագետ, ոնց որ թե ոչ մեկ այսպես ոչ հայցով դիմեց, ոչ պատիվ պահանջեց եւ այլն, ինչի համար անգրագետ, որովհետեւ կոլեգիալ մարմնի, անկախ մարմնի ղեկավարին օժտել մի լիազորությամբ, որը միանշանակ պրոբլեմատիկ է, չի կարելի։ Եվ որի արդյունքում կառավարիչ հասկացությունը բերել մտցնել, այստեղ ընդհանրապես իշխանությունների իրենց լիազորությունների չարաշահման, հետո կանդրադառնա, համոզված եմ իրավիճակ կփոխվի, կանդրադառնան բոլորի այսպես արածներին եւ այլն։ Սկսվեց այդ հայտարարությունից հետո գիտեք ինչպես գիտեք, ձերբակալում, կալանավորում, օրենքի ընդունում, կառավարչի նշանակում, առանց վերջին հաշվով մեր ժողովրդին այսպես մոլորեցնելով, որ մի քանի անգամ լույս անջատվել է, նշանակում է այսպես պետք է լինի, եւ այդպես այդ գործընթացը ոնց չեմ 2-3 րոպե կավելանա տարբեր։ Դու հաշվի առնելով այդ անի եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանից հետո կայծակնային արագությամբ ամեն ինչը հանձնաժողովը որոշեց անգամ ուշադրություն չդարձնել իր կողմից նշանակված կառավարչի ոչ օրինական իմ կարծիքով հաշվի առնելով ազատումներ եւ այլ, այսպես վիրավորանքից ենք խոսում, եկավ առաջի օրը ինձ անվստահելի է, չգիտեմ եւ այլն, հանձնաժողովը երբևիցե չի հարցրել, լավ, անվստահելի էր, ապացույցներ չունեմ։ Այսքան ցանցի պետ ազատվեց, այն մեկն են եղավ, այն մեկն են եղավ, ինչի համար։ Արդյոք քաղաքական չի գործազուրկ պարտված տեխնացուների նշանակումը, սա քաղաքական տեքստ չի, սա միանշանակ փաստերի ընդհանրապես արձանագրում է։ Եվ այդ քանակի քաղաքգործերը, որոնք դատարանում են, դե բնականաբար հայցի ապահովում ոչ մի դատարան չի կիրառի, այդտեղ էլ գիտենք ինչը որից հետո է, եւ այդ գործերը գնալու են, չգիտեմ, մինչեւ 3 ատյան անցնեն, ընդունենք, մի տարի կամ տարուկես հետո Ղազինյան Դավիթը վերականգնվեց, դա ոչ մեկի պետք չի, եւ երկրորդ հանգամանքը որ կա, արվում են արտահայտություններ, այստեղ դուք նայեք, դուք հարգելի հանձնաժողով, կրկնակի ստանդարտները ընդհանրապես մարդկանց եւ պետություն ընդհանրապես բոլորին բերում է կործանման։ Հիմա եթե իմ մասով կոնկրետ ինչ-որ բան է հայտարարվել կամ մեր մասով, որ կամ ենթադրյալ վնաս են տվել, կամ կարող են վնաս տալ։ Հիմա հաց, ես ենթադրյալ վնաս եմ տվել, 20 տարի աշխատում եմ, 10 տարի է սեփականատիրոջ օրոք,
ես Սամվել Կարապետյանին վնաս եմ տվել կամ պետությանը։ Ինչի որևիցե բան չկա մեկ, երկրորդը, եթե ես 10 տարի աշխատելով այդ բարձր պաշտոններում վնաս չեմ տվել, որտեղից է ենթադրվել, որ ես հետո կարող եմ տալ։ Եվ այս ամեն ինչ հաշվի առնելով նաև քաղաքական կոմպոնենտը։ Ես շատ կարևոր բանի մասին եմ ուզում խոսել, կապված սեփականատիրոջ վերջին հաշվով սեփականատիրոջն է զրկում լիցենզիայից, չէ՞։ Հիմա նայեք, ներդրողը գալիս է Հայաստան, ասում է գիտեք ինչ, ես ես չգնանք նրան ով խնդրեց, ինչի վերցրեցին, հեծը բոլորը շատ լավ գիտեք, հեծը ինչ վիճակում էր Բիբինյան, հիմա կամած վերադարձը արդեն լինելու է, ասում են նախկինին վերադարձ չկա, բայց ոնց որ այդ մասով արդեն կամած լինում է, հիմա հասարակ հարց եմ ուզում տալ հանձնաժողովին, միգուցե նաև հռետորական կամ ուզում եք անդրադարձեք։ Եկել է ներդրողի ներդրումը կատարել է, նշանակել է մենեջմենտ, ընդունենք մի պահ տեսականորեն ամենավատը։ Եթե հանձնաժողով, այսինքն ես որպես ներդրող նայում եմ ինչին, նայում եմ պետությանը։ Հիմա իմ ձեռք բերած բիզնեսը հանձնաժողովի կարգավորման տակ է, չէ՞, այսինքն պետք է նայեմ հանձնաժողովի որոշումներին, որպեսզի տեսնեմ ինչ են անում, պետք է նայեմ պետեկամուտների կոմիտեի նախագահի տված արձանագրումներին, որպեսզի տեսնեմ իմ վերջի մենեջմենտը խաբում է ինձ պետությանը, թե չէ։ Հիմա այստեղ գալիս ենք մի հատ իրավիճակի, որ սեփականատերը այսպես տեսնելով այդ ամեն ինչը ներդրումները ընդունվում են, որոշակի փոքր բաներ, որևիցե ձևով անգամ ակնարկ չի արվում, որ կարող ենք փայ մտնել կամ խլել։ Այս արտահայտությունները, եթե ինչ-որ մեկը դժգոհություն արտահայտի, խտնեմ դատարանում, ինչ ասում են դատարանում են գնացեք դիմեք, նույն բանը հիմա ես եմ ասում։ Միանշանակ խլելու գործընթացը եւ սեփականատերը մեղավոր է նրանում, որ վստահել է պետությանը, որովհետեւ եթե ինքը պետությանը չվստահեր, միգուցե բերեր շատ ավելի, այսպես մի մենեջերի վրա մի հատ էլ հաշվի առնելով, որ գումարները տվել է ինքը աշխատավարձից բացի, միանշանակ կարող էր, չէ՞, ասենք այսպես մենեջերներ բերեր դներ եւ բարձր ինչ է կատարվել։ Եվ քաղաքական իրավիճակից ելնելով բնականաբար պետք է եւ կալանավորվի եւ լիցենզիա, այդ նույն սերիայից է ինչ որ Կարապետյանը ասաց թքած ունեմ հեծի վրա։ Այս սրա մասին էր խոսքը, ինքը թքած ունի այնքանով, որ չի գնալու որևէ պայմանավորվածության, ինչա թե հեծը իր ձեռից չվերցնեն։ Հաջորդը, որ նույն սեփականատերը կարող է այսպես մեղավոր դառնալ շակերտների մեջ, որ վստահել է պետությանը եւ կներեք առաջին հերթին հարգելի հանձնաժողովականներ ձեր վերաբերմունքի փոփոխությունը, այսպես ասած, այդ քաղաքական հայտարարություններից հետո, այդ թվում նաև կառավարության ղեկավարի, որը դեռևս օրենքները չընդունված, դեռևս այսպես քայլեր կան, չէ՞, որ առաջի երկրորդ ընթերցման արանքում, երկրորդ ընթերցում պետք է լինի, որ կարող է տեսականորեն չքվեարկվել, դրանից հետո պետք է լինի տկենի այդ առաջարկը, հաղորդումը, որը կարող է տեսականորեն չուղարկվել, դրանից հետո պետք է լինի հանձնաժողովի նախագահի իհարկե իմպերատիվ վարույթի հարուցումը, բայց միգուցե 5 թե 6 այսպես պատժամիջոցներից ամենառադիկալ չնշանակելը, այս ամեն ինչը չանցած եղել է հայտարարություն ոչ մի անգամ, որ ազգայնացվելու է։ Ես դա դիտում եմ ուղիղ հրահանգ հանձնաժողովի անդամների եւ մնացածի վրա, մյուս պետական մարմինների վրա, որպես ուղիղ քաղաքական հրահանգ, որ ինչ ուզում եք արեք, ոնց ուզում եք արեք, ինչ կարգի վրա ուզում եք անցեք, սա պետք է ազգայնացվի։ Հաջորդը սեփականատերը ինչի է սխալվել շակերտների մեջ, ես ասում եմ, այն ինչ որ դուք եք արձանագրում ձեր նյութերով, որ վստահել է պետությանը նաև մեկ այլ մասով։ Հիմա կառավարիչը ասում է, որ ինձ համար իմպերատիվ բնույթ չէր կրում ընդունում հանձնում անելը, ինչ որ չափով համաձայն եմ, բայց հանձնաժողովը, եթե ուզում էր նամանավանդ վարույթ սկսելուց իրականությունը իմանալ, չեմ կարծում, որ ձեր ինչ-որ մեկի պրոֆեսիոնալիզմը այնքան թույլ է, դրա վրա չեմ կասկածում, ես այս այն օրն այն միջանցքում ասեցի, խնդիրը այլ բանի մեջ է, որ քաղաքական պատվերներ եք կատարելու, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը չէր կարող ուղղակի կառավարչին խորհուրդ տալ, որ եղբայր արի գիտես ինչ արի մի հատ ընդունում հանձնում արա, այս մարդուն ապօրինի մի ազատի հիմա։ Մի հատ ընդունում հանձնում արա, որպեսզի բոլորս հասկանանք, թե դու ինչ ես ընդունում։ Եթե հուլիսի 21-ին ցանցը ընդունում են, եթե չեմ սխալվում, սեպտեմբերի 11-ին թե 12-ին նոր հրամանա լինում պայեսները գույքագրելու, իսկ ով կարող է ինձ այսպես մեղադրել, որ ես հիմնավոր կասկած ունենամ, որ այդ պայեսների ամբողջ պակասորդը եղել է իրենց վաղ, իրենց ցուցումով կամ էլ թե չէ, իրենց ոչ դիտավորությամբ, բայց ինչ-որ մեկի գողությամբ։ Ով կարող է ինձ դրանում մեղադրել։ Բնականաբար գույքը ընդունում հանձնում նամանավանդ այնպիսի բարձր պաշտոնյայի համար, որը այսպես
10 անգամ ավելի ցածր պաշտոնը բնականաբար ավելի բարձր փողով համաձայնվել է փոխել, բայց իր նախկին աշխատակազմը, աշխատանքի վայրը ենթադրում է տեղեկացվածություն, չէ՞, այդ ամեն ինչի, ենթադրում է, որ ՊՎԾ-ում դա շատ լուրջ, այսպես ՊՎԾ-ի ղեկավարը շատ լուրջ պաշտոն է եւ բնականաբար պատասխանատու է վարչապետի ներքո, չգիտեմ, այդպես բացվածքը աշխատող բոլոր պետական կազմակերպություն, այսինքն ենթադրվում է, որ եւ հանձնաժողովը եւ կառավարիչը շատ լավ հասկանում են, որ ընդունում հանձնում պետք է կատարվի։ Հիմա նորից սեփականատերի մեղավորությունը, սեփականատիրոջ մեղավորությունը կայանում է նրանում, որ չի արել այդ մարդը։ Այսինքն վստահելա ձեզ առաջին հերթին հանձնաժողովին, երկրորդ հերթին, այսինքն ընդհանուր առմամբ պետությանը։ Հիմա այսքանից հետո եթե ներդրող գա, որը կվստահի ձեզ, չգիտեմ, բացեք այդ վերջի տարվա ներդրումներով կտեսնեք ինչա կատարում, ել չասած, որ այս աղմուկը հասել է մինչև աշխարհաքաղաքական շատ կենտրոններ եւ շատ երկրներ, որտեղից արդեն ուղղակի խուսափելու են այստեղ ներդրում անել, եթե երկրի ներդրումները կոռուպցիոն ճանապարհով ենթադրյալ ձեռք բերած գումարներ օրինականացնելու մասին չի։ Հիմա ուզում եմ ամենավերջում անդրադառնալ այս քաղաքական կոնտեքստի այսպես ամբողջ հմայքին։